Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հրաշալի տրամադրության, որովհետև խոսելու ենք մշակութային, հատկապես պարի հետ կապված մի կարևոր իրադարձության մասին։ Երևանում եւ Գյումրիում հունիսի 22-ից 26-ը կանցկացվի Սամմիթ ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը։ Իհարկե հյուրերիդ կհասկանանք, թե 5 տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ ենք ունեցել եւ այս տարի ինչով է լինելու նշանավոր, շատ հարցեր կան, որոնց պատասխանները կլսենք հենց նրանցից։ Եվ շտապ ենք ներկայացնել մեր հյուրերին, որովհետև սիրելի հեռուստադիտողները արդեն մեր տաղավարում են Սամմիթ ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի պրոդյուսեր Էրնա Ռևազովան, ողջույն, եւ Սամմիթ ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ եւ մեր հեռուստադիտողներին տալիս եք հնարավորություն ծանոթանալու այս տարվա Սամմիթին, որն արդեն 6-րդն է։ Ամփոփ ենք նախորդ 5 տարիները, չնայած արդեն հասցրել ենք այդ տարիների ընթացքում նաեւ մեր տաղավարից պատմելու հեռուստադիտողներին ինչպիսին է Սամմիթը եւ ինչ գաղափարի շուրջ է հավաքում մարդկանց, բայց մի փոքր մանրամասնենք ինչպես անցան նախորդ 5 տարիները։ Սիրով։ Իրականում մենք հենց հանրային հեռուստատեսությունից էլ ազդարարումը սկսում էինք ամեն տարի, քանի որ սա առաջին հերթին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոն է առաջին տարվանից սկսած եւ գործընկերները գրեթե ամփոփող միշտ մեր կողքին են եղել Գեղագիտության ազգային կենտրոնը, Հենրիխ Իգիթյանի անվան, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, տարբեր հարթակներ, 5-րդ հոբելյանական տարին մենք ամփոփեցինք Սունդուկյանի անվան մեր ազգային թատրոնում եւ այլն։ Նախնական նպատակը ի սկզբանե ոչ պարողների, ինչպես տեսնում եք, դա հենց ժամանակակից պարի ոլորտի զարգացմանը նպաստելն էր։ Մենք հաճույքով արձանագրում ենք, որ թե գրանցել ենք աճ հանդիսատեսի եւ հետաքրքրվողների շրջանակներում, թե մեր բերած վարպետաց դասերի ներկայացումների շնորհիվ նոր աճող պարողներն են ձեռք բերել նոր փորձառություն, թե բեմի վրա, թե մեծ վարպետների հետ աշխատելով, տեխնիկապես հագեցել են, եւ թե ամենակարևորը, մենք տեսնում ենք ժամանակակից պարի ներկայությունը գրեթե բոլոր կարևոր նաեւ պետական միջոցառումներին մշակութային, լինի դա Փարաջանովի ամյակը, լինի դա գրքի տոնի բացում, այսինքն այդ ամեն ուղեկցումը հետաքրքիր ժամանակակից պարային լուծումներով, ինչ ավելի հագեցնում եւ գեղեցկացնում է այդ ներկայացումները։ Այսինքն պլաստիկան ընդհանրապես մեր թատերական աշխարհում ավելացել է նաեւ այս փառատոնի շնորհիվ։ Գիտեք, դա նաև թելադրում է հենց ժամանակակից արվեստը եւ առհասարակ ժամանակակից թատրոնը, որովհետեւ շարժում այսօր բեմադրությունների մեջ շատ կարևոր է եւ բարձր սանդղակներ ունի առհասարակ պահանջարկի մասով նաև։ Ինչ է իրենից ներկայացնում Summit for Kids-ը եւ այս տարի Գյումրիում պետք է տեղի ունենա, այսինքն սա հրաշալի հնարավորություն է, որ աշխատենք մանուկ սերնդի հետ, որպեսզի հետո քաղենք պտուղները արդեն մեծ հասակների համար։ Հենց դա էր խնդիրը, որովհետև մենք զգացինք, որ փառատոնը կարիք ունի իր հանդիսատեսին, իսկ հանդիսատեսին պետք է կրթել։ Եվ հենց դրա համար անցած տարի մենք սկսեցինք այս ծրագիրը Summit for Kids, որի շրջանակում ներկայացավ Ռուսաստանից մանկական բայց պրոֆեսիոնալ թատրոն եւ մենք ազգային պատկերասրահում շատ գեղեցիկ ներկայացում ունեցանք Բախի երաժշտության ներքո ժամանակակից ներկայացում ցույց տվեցինք եւ շատ էին հետաքրքրվածները եւ որոշեցինք շարունակել այս տարի Ղազախստանից ժամանելու է Արտուր Գալիմուլինը, ով contemporary դասերը լաբորատորիա կանցկացնի եւ կբեմադրի ներկայացում, որը որ կներկայանա արդեն Գյումրիում եւ ուրիշ հետաքրքիր պահեր ենք նախատեսել, բայց ինչպես դուք ասեցիք, հիմնական խնդիրը մեր հանդիսատեսին կրթելն է, հանդիսատես ունենալը, որովհետեւ Հայկը նշեց, որ ժամանակակից պարը, իսկ ես միշտ սիրում եմ ասել ոչ թե ժամանակակից, այլ ժամանակին կից, то есть ժամանակին կից պարը արդեն ներկայանում է տարբեր հարթակներում, եթե նկատել եք այս տարի բալետային փառատոնի ժամանակ, հայտնի մեր արդեն հայտնի դարձած Երևանյան բալետային փառատոնի ժամանակ, երկու ներկայացումներ ժամանակակից պարի ներկայացումներ են ու դա շատ հաճելի էր եւ Միրթ Հայկի հետ քննարկում ենք ու ասում ենք փաստորեն մենք մեր առաքելությունը հասցրեցինք ինչ որ տեղի։
Եվ շատ բարձր կետի։ Գիտեք, աշխատանքային համակարգման հետ կապված հետաքրքիր հարցեր ունենք, ուզում եմ հասկանալ ինչպես է տեղի ունենում պարային խմբերի ընտրությունը, պարողների ընտրությունը, բեմադրիչների ընտրությունը, Հայաստանում գործող պարային համույթների հետ համագործակցում եք, թե ոչ, ովքեր են միանում պարի փառատոնին, սա շատ հետաքրքիր է եւ ինչ մասշտաբով։ Մեխը փառատոնի դա հայկական պարադիտման օրերն են։ Այսինքն փառատոնը բերելով իհարկե հյուր պարային ընկերություններ եւ գիտելիք եւ փորձ ամեն դեպքում ծառայում է կարևոր հարթակ հենց հայ պարուսույցների համար, որոնցից շատերը տարին մեկ գիտեն, որ հարթակ են ունենալու իրենց նոր ստեղծագործությունները հանդիսատեսի դատին հանձնելու։ Այս տարին եւս բացառություն չէ, մենք ունենք շուրջ 10 հայկական բեմադրություն ցուցադրելու հունիսի 27-ին եւ 28-ին, 27-ին Փոքր թատրոնում, իսկ 28-ին Թատրոն եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճի բեմում երկու երեկոն էլ մուտքն ազատ է հանդիսատեսի համար, մենք մեր հեռուստադիտողին սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու, իսկ միջազգային մասնակիցների ընտրությունը միշտ տարվում է աշխարհագրությունը ընդլայնելու սկզբունքով։ Այս տարի մենք Yo Strongremi շատ հայտնի սկանդինավյան պարուսույցի ներկայացումն ենք ցուցադրելու հունիսի 23-ին եւ նույն երկոյի ընթացքում մեր Լիլիթ Հակոբյանի, ով Գերմանիայի, Ավստրիայի խոշոր բեմերից չի իջնում մինչ այդ իբրև պարուհի, իսկ հիմա արդեն որպես բեմադրող, երկու ներկայացում մեկ երկոյի ընթացքում կարծում եմ կլինի մեր փառատոնի առանցքային միջոցառումը համազգային թատրոնի բեմում, որին նույնպես սիրով հրավիրում ենք։ Երևի կարելի է շեշտել եւս մի դրվագ Հայկ ասես Լիլիթ Հակոբյանի ներկայացումը շատ հետաքրքիր է, որ առաջին փառատոնի ժամանակ Լիլիթը երբ որ ներկայացավ մեր հայկական պարադիտման ժամանակ հենց ինքը պարեց եւ հենց այդ օրերին ինքը ծանոթացավ Սանկտ Պետերբուրգի Canon Dance պարային խմբի հետ, որոնց ում համար արդեն երրորդ ներկայացումն է բեմադրում եւ 23-ին, ինչպես Հայկը շեշտեց, կլինի պրեմիերան Լիլիթի բեմադրած Canon Dance-ի համար Ֆրեյան, շատ հետաքրքիր։ Տեղում ստացել է առաջարկը փաստորեն։ Այո, տեղում ստացել է առաջարկ։ Սիրո պարադիգմա։ Այո։ Հետաքրքիր փիլիսոփայական գործ է։ Եվ իսկապես նմանատիպ փառատոնները գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ փորձի փոխանակումը որքան էլ շատ հիանալի process է մշակույթը զարգացնելու համար, միևնույն ժամանակ պարար թող է ստեղծում նոր համագործակցությունների եւ վստահ ենք, որ սա միակ դեպքը չէ, կան նաեւ տեղում համագործակցություններ, երբ թե առանձին ստեղծագործողները, կատարողները փորձում են իրար հետ աշխատել եւ թե թիմային աշխատանքներ է ձևավորվում։ Եվ ինչպես են հետագայում արդեն այդպիսի համագործակցություններով ներկայանում փառատոնին, որպես իրենց նոր առանձին բեմադրությամբ, մոնո ներկայացումներով գուցե այս շրջափուլը ինչպես է ստացվում։ Գիտեք, ես ձեզ հարազատ մի ոլորտի անդրադառնամ կինոյին, որովհետև փառատոնը ավանդույթ է դարձրել կինոպար նախագիծը ամեն տարի ներկայացնելու, դա շատ հետաքրքիր համագործակցություն է ոլորտի հետ։ Էրնան կարծում եմ փակագծեր կբացի, որտեղ այս տարվա կինոպար նախագիծը առանձնապես հարուստ է։ Խնդրեմ Էրնա։ Նշեմ, որ ցուցադրվելու է մի կինոպար, որը որ նկարահանվել է Շվեդիայում եւ որտեղ ելույթ են ունենում 12 երկրից պարողներ։ Իրանք միավորվել են եւ ներկայացրել են հին դիցուի Աշերայի պատմությունը եւ դա ցույց է տրվելու, ճիշտ ասած դա 18+ է, բայց ամեն դեպքում հրավիրում ենք, որովհետեւ բաց է մուտքը ազատ է եւ արժի տեսնել կինոպարը որպես ֆորմատ ձևավորվել է հիմնականում կոവിഡ്ի ժամանակ, երբ որ մարդիկ չէին կարող ուրիշ ձևի ներկայացնեին իրենց ստեղծագործությունները եւ որոշել էին արդեն տենց համախմբվել եւ կինոյի ձևաչափով ներկայացնել պարը, բայց այսօր արդեն կինոպարը ունի առանձին համաշխարհային sense դիտումներ, ունի առանձին փառատոններ եւ այս ներկայացումը մենք ցույց ենք տալու, բայց երևի ես նշեմ մեկ ուրիշ բան։ 2008 թվականին Հայաստանում, Լեռներում, Սևանի ափին, Սևանի ջրում նկարահանվել է մեկ կինոպար։ Այո, այն ժամանակ Ռուսաստանից ժամանած խումբը բեմադրել է Կոմիտասի երգերը
Պարը։ Եվ մենք ժապավենից այն թվարկել ենք, որպիսի հատուկ ցույց տանք փառատոնի ժամանակ։ Այս տարի։ Այո, Իսկապես այս տարի։ բացառիկ ցուցադրություն է լինելու, դա երբ է եւ որտեղ է։ Դա լինելու է ամսի 28-ին, 27-ին կներեք, ամսի 27-ին Իգիծ Գենրիխի փոքր թատրոնում։ Փոքր Եվ թատրոն։ 27-ին երևի արդեն ամփոփիչ օրն է երեկոն է լինելու։ 27-ը եւ 28-ը կամփոփեն հայկական պարադիտ։ Մենք իհարկե նախապես 22-ից 26 էինք հայտարարել, բայց Այո, փառատոնը միշտ ավելի լայն է, ստացական հայտարարում ենք եւ յուրախություն մեզ իրոք շուրջ հայ բեմադրողների հայտեր ստացանք, այսինքն այդքանը ընտրվեցին ցուցադրվելու, որոնք ֆորմատով ավելի հարմար էին ցուցադրելու փոքր թատրոնում այնտեղ, որոնք ավելի ընդարձակ բեմի կարիք կունենան, իհարկե թատրոնի կինոյի ինստիտուտում, այսինքն ամսի 27-ի երեկոյան 7-ից կսկսեն խորեոգրաֆների գործերի ցուցադրությունները, որոնք 15-ից 20 րոպեանոց կտորներ են եւ հետո արդեն կինոպար նախագիծը թվարկված երկու ֆիլմերով։ Կինոպարում կներեք ներկայացվեց Շատ է նաև կարճ մեր է հայ բեմադրողի աշխատանք։ Մենք շնորհակալ ենք ձեզ, շատ հաճելի էր առավոտը սկսել ձեզ հետ միասին, հունիսի 22-ից 26-ը սիրելիներս Արդեն 28-ը։ կարևոր փառատոնի մասնակից եղեք, եթե ունեք դրա ժամանակը, մենք շարժվենք առաջ, սա Շնորհակալ եմ։ առավոտ լուսոնը ձեզ օրվա դրական շարունակություն։ Շնորհակալություն։